Դե ես կարծում եմ վերևներից հրահանգը իջեցրել են ու Նորից վարժական հավաքի են կանչում, նորից ընտրություններից առաջ, ահազանգում է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ի սկզբանե շեշտելով այնպես չէ, որ այդ հավաքներից խուսափում է։ պատիվ է, իմ համար պատիվ է 25 օրյա վարժակի հավաքների մասնակցել, ես չեմ խուսափում, ես ծառայել եմ 18 տարեկանս լրանալուն պես Արցախում, Ջաբրայիլում, դիրքել եմ պահել, այսինքն ծառայությունից ես ոչ մի կերպ չեմ խուսափում, ուղղակի ցավալին այն է, որ պետական կառույցի օղակները, այդ թվում ինչպես Պաշտպանության նախարարությունն է, քաղաքական նկատառումներով են օգտագործում։ Թաց հողա։ Հերիք չի որ հիտում չեն ցանում, ու արդեն հողի վրա ասֆալտ են փռում։ Չախոյանը Երևանյան խնդիրների վերաբերյալ պարբերաբար վիդեոահազանգեր է տեղադրում սոցցանցի իր էջում։ Ասֆալտ է առանց բիտումի, բարեկարգված այգիներում սալիկներն են պոկվում առանց ջանքի, բենզալցակայաններ խախտումներով։ Նա նաև պարբերաբար հայտնվում է սկանդալների էպիկենտրոնում, բռնության ենթարկվում, այդ ամենը կապում իր գործունեության հետ։ Եվ ահա անցած շաբաթ զանգ է ստանում զինկոմիսարիատից ու անմիջապես ներկայանում։ Բառացի ինձ ասել են, որ ձեր տվյալները անվանական այգ է, որ 25 օրյա վարժական հավաքներին ձեզի ուղարկենք։ Այդ ամբողջ խոսակցությունից ես հասկացել եմ մեկ բան, այդ ամենի նպատակն է ընտրությունների նախաշեմին ինձ վրա ճնշում գործադրելով լրացնել։ Նոր Նորքի զինկոմիսարիատի աշխատակիցն է ասել։ Հետաքրքիր է համարում այն, որ իրեն գրավոր ծանուցում չեն ուղարկել, կանչել ու բանավոր են ասել, որովհետև կարծում է զինկոմիսարիատում էլ են գլխի ընկել, որ օրենքի խախտում է։ Բանն այն է, որ Չախոյանը երկու գործով մեղադրյալ է։ Շուտով մի այլ գործով էլ վստահ է իրեն մեղադրանք կառաջադրվի։ Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով մեղադրյալներին վարժական հավաքի չեն տանում։ Չի կարող կանչվել այն քաղաքացին, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Չախոյանի խոսքով իրեն լռեցնելու բազմաթիվ փորձեր են եղել, մահափորձ, ձերբակալություն, քրեական տարբեր գործեր, բայց ինքը չի լռել, հիմա էլ 25-օրյա վարժական հավաքի մեթոդն են փորձում։ Իրեն կարծում են իբրև թե ես պետքա վախենայի եւ իրենց, չգիտեմ, ասենց ասած առևտրի գնայ, կլինի վայ ինձի չտանեք կամ եւ այլն սուս կմնամ ընտրության շեմին եւ այլն։ Չախոյանին այդ ժամանակ երամսյա վարժական հավաքի էին կանչել նաև 2023-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Պատմում է, այդ ժամանակ էլ անհեթեթ իրավիճակ ստեղծվեց, որովհետև Հայաստանի քաղաքացի չէր, անցյալ տարի է քաղաքացիություն ստացել։ Նորից է շեշտում, զինվորական վարժանքից չի խուսափում, անընդունելի է համարում այն մահակ դարձնելը քաղաքական նպատակներով։ Նույնիսկ չեմ մեղադրում այն անձին, որ ինձ զանգել է, կանչել է 25 օրյա վարժակների հավաքներ, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ այդ ամենը վերևներից հրահանգավորված է եղել, նրանք է պարտականությունը կատարել են։ Ով է հրահանգ տվողը։ Չախոյանը ենթադրում է այս ամենը կապ ունի իր վերջին տեսանյութերից մեկի՝ Եռաբլուրի ճանապարհի հետ։ Այն անցյալ տարի նորոգվել, սալիկապատվել էր ու հիմա քանդվում է ձեռքի մեղմ շփումից։ Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ Պաշտպանության նախարարությունից առայժմ մեկնաբանություն չենք ստացել Չախոյանի ահազանգի վերաբերյալ, բայց երեկ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում այս մասին բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավորներից Գեգամ Մանուկյանը։ Արդյոք այդ նույն աշխատավոճը, որ ինչ որ ոչ ցանկալի մարդկանց ընդգրկել է վարժական հավաքներում, վառ արտահայտված օրինակներից մեկն է։ Հանձնաժողովի նախագահը հակադարձեց, նույնիսկ ակադեմիական թատրոնի ֆագոտ նվագող միակ երաժշտին են հավաքի տանում, ինչ կա։ Երբ որ նրան 25 օրյա հավաքի են կանչում, ստիպված ինչ որ բեմադրություն հավում է արանքից եւ Դուրգարյանը շատ դեպքերում միջնորդում է, որ տարակ մեկ էս կատակ եմ անում, ասում բա ֆագոտիստ ինչ տանենք, ում տանենք, այդ չի հարցը։ Քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանը տարակուսեց վարժական հավաքի անունը լսում ու հետապնդում են համարում ընդդիմադիրները։ Նոր ընդդիմադիր սերունդ է դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, որ զինվորական ծառայության են կանչում կամ չգիտեմ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Ժողովուրդ ջան, բոլորիս պարտքն է։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Գեգամ Մանուկյանը հիշեցրեց, օրենքն արգելում է այդ մարդուն հավաքի կանչել։ Քրեական գործով անցնում է։ Այսինքն
Հիմա ոչ թե այդ մարդու վարժական հավաք տանել չտանելու հարցն է, այլ կանոնակարգումն է, մարդը, որը քրեական հետապնդման տակ է, վարժական հավաքի չի կանչվում։ Շատ լավ, ժողովուրդ ջան, թող փաստաբանների այդ հարցը պարզ են։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը քննարկմանը հետևեց ու չարձագանքեց ոչ մի բառով։